Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը FIFA-ի դասակարգման աղյուսակում կրկին նահանջել է եւ զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը։ Սա սովորական թիվ չէ, սա մեր պետության վիճակի մասին ախտորոշում է։ Պետություն, որն արդյունավետ կառավարում, հստակ ռազմավարություն եւ ուժեղ ինստիտուտներ չունի, չի կարող ունենալ ոչ հաղթող բանակ, ոչ էլ հաջողակ հավաքական։ Ֆուտբոլը պատահական գոլերի մասին չէ, այն տասնամյակների հետևողական պետական քաղաքականության արդյունք է։ Եթե ուզում ենք արդյունք, պետք է տարիներով ներդրում անել մանկապատանեկան ֆուտբոլի մեջ, մարզադաշտերի, դպրոցների, մարզիչների, մարզական բժշկության մեջ։ Պետք է պետական կայուն աջակցություն, ոչ թե 1-2 PR նախագիծ։ Համբերություն է պետք եւ պլան, ոչ թե հիասթափություն ամեն պարտությունից հետո։ Եվ ամենակարևորը, միշտ հիշենք, ֆուտբոլում հաջողությունը գալու է միայն այն ժամանակ, երբ Հայաստանում աշխատեն ուժեղ, պատասխանատու, հաշվետու պետական ինստիտուտներ, երբ պետությունն ունենա կոմպետենտ, կարգապահ, պրոֆեսիոնալ ու կազմակերպված կառավարություն թիմ։ Ֆուտբոլի հավաքականի թիմի հաղթանակներն էլ երկար սպասեցնել չեն տա դրանից հետո։